Հայր ջան, բարև ձեզ, ես Նաստյան եմ, եկել եմ Ծաղկաձոր, որ ձեզ ցույց տամ Հայաստանի ամենաբոմբ առանձնատունը։ Ճիշտ է, Ծաղկաձորում եմ, բայց այս շորով ընդհանրապես չեմ մրսում, որովհետև այստեղ կա փակ, տաքացվող լողավազան, հեսա գցվելու եմ ստեղ ու վաբշե չմրսեմ այնքան տակ։ Հայերս, բա որ իմանա կողքն էլ հենց շոքեբաղնի կա, վաբշե կընդունեք, որ ես այս շորերով եմ եկել Ծաղկաձոր, հələ եկեք տեսեք, այս ինչ ընտի շոքեբաղնիք ա, մեր լեզվով ասած սաունա էլի։ Ստեղ ժողովուրդը ինձ ասել են, որ հայերից ոչ մեկի մոտ ես իրավունք չունեմ ասեմ, որ խորոված չեմ սիրում, թե չէ անելու են դուրս շոպրտեն այստեղից, սա հայկական ամենահամով ուտելիքն է, այս մաղալուն պիտի սարքեն ու նստեն այս տաղավարում, էլ չեմ ասում, որ նստելու տեղ նաև հյուրասենյակում կա։ Եթե միամիտ գազ խոհանոց, հայերը քեզ հարցնեն կոֆե խմում ես թե չէ, պրիտոմ սև ու դառ ու դու ասես չէ, ես չգիտեմ քեզ ինչ են անելու։ Էլ չեմ ասում, այդ կոֆեի ընթացքում էլ պիտի նստեք ստեղ ու լիքը բամբասեք բոլոր հարևաններին։ Ու առհասարակ, եթե հայերը գնում են առիթի, իրանք անհնար է չխմեն։ Խմելուց հետո էլ իշ տուն գնալ, պիտի գան այս ննջասենյակներում քնեն, որովհետև 16 հոգու գիշերակացի հնարավորություն կա հենց Ծաղկաձորի այս առանձնատանը։ Ու վայն եկել քեզ տարել է, եթե դու քո հանգստի համար նախատեսված առանձնատունը ամառոց էմից բացի ուրիշ տեղից ամրագրես։